Տաթևի վանական համալիրը եւ Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում են, նախատեսվում է դրանք ճանաչել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն, միջազգային վերահսկողություն եւ աջակցություն ապահովելու համար։ Ռեդպրոց գիտակրթական կենտրոնը միջազգային փորձագետների հետ քննարկում է նախագիծը։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկման է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլև ամբողջական մշակութաբանական լանդշաֆտ։ Սա ոչ միայն ժառանգության պահպանմանն ուղղված եզակի ներդրում է, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության եւ ինքնության մեր իրավունքը։ Տաթևը ինքը տեղում է մնացել, բայց 4-5 գյուղեր ունենք, որոնք արդեն որ ասում եմ քանդվելու վիճակի մեջ են ու շատ ցանկալի կլինի նման ծրագրով մենք առաջ տանենք, որպեսզի փրկենք մեր պապերի թողածը եւ փոխանցենք մեր ժառանգներին։ 301 իմաստության երկիր եւ ամարյան հիմնադրամների աջակցությամբ 2023-ից 2024 թվականներին իրականացրել են գիտական արշավներ։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը 7490 հեկտար է, բուֆերային գոտին 20180։ Համալիրի մեջ ներառվել են Տաթևի վանական համալիրը, վանական միաբանությունները, Որոտանի կիրճը, եկեղեցիներ, մատուռներ, ինչպես նաեւ պատմական ենթակառուցվածքներ։ Ծրագիրը միայն մշակութային ժառանգության մասին չէ, այլև մարդկանց, հայերի ու Հայաստանի անվտանգության։ Նման մեծածավալ տարածքի կառավարումը, որը ներառում է տարբեր գործառութային, սեփականության եւ պատմական նշանակության օբյեկտներ, լուրջ մարտահրավեր է։ Քննարկում ենք բոլոր մարտահրավերները, ինչպես նաեւ ժառանգության օբյեկտի կառավարման եւ կայուն զարգացման համալիր մոտեցման հնարավորությունները։ Գիտական հանրության, միջազգային մասնագետների, պետական կառույցների եւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումների առանցքային հիմնահարցը հայկական ժառանգության պահպանությունն էր։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։